Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրասո Ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, որ այսօր Աստված նույնիսկ մի օր էլ մեզի կյանք ա տվել, Ժողովուրդ ջան, չէ՞։ Այս օրվա կյանքը որ տվել է, ոչ թե մեր լավի վադի համար ա տվել, Աստված տվել է, որ այս կյանքը, որ ամեն մարդ, որ նույնիսկ իր կյանքը շարունակում է այս երկրի վրա, այսինքն մարդը նույնիսկ հետադարձ ճանապարհ ա դարձնում իր կյանքը ստուգելու համար, իր ապրած կյանքի վերանորոգելու եւ շինելու համար, Ժողովուրդ ջան, չէ՞։ Հավատքի կյանքը նույնպես շինություն է, այսինքն դու պիտի շինվես Աստծո խոսքի վրա, դու պիտի քարից քար դրվի քո վրա, Ժողովուրդ ջան, չէ՞։ Այս այն սրբության քարերը, որ Աստված ուզում է ինձ ու քեզ շարում է եւ սարքում է իր եկեղեցին, Ժողովուրդ ջան։ Այո, մենք շատ անգամ մարդիկ եկեղեցին պատկերացնում են, որ այդ քարերն է, այդ քարի տաճարներն է, Ժողովուրդ ջան, չէ՞։ Բայց մենք նայում ենք, որ Աստված երբ որ իր եկեղեցին հապշտակի, ու չի գալու այդ քարերը հապշտակի, Ժողովուրդ ջան։ Այսինքն ինչու որ Աստված բացում է մարդկությանը, որպեսզի մարդիկ հասկանան եկեղեցին դա քարերը, տաճարները չեն, Ժողովուրդ ջան, եկեղեցին ես եմ, դու ես եւ ամեն Աստծուն հավատացող մարդիկ են կոչվում եկեղեցին։ Եկեղեցին դա Քրիստոսի հարսն է, Ժողովուրդ ջան, որ պիտի շուտով գա Տերը իր հարսի ետևի, Ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասո Ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, որ այո, մենք սպասում ենք, որ շուտով մեր Տերը գալու է։ Պետք է գա իր հարս եկեղեցին տանի այս երկրի, Ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրո Ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, սիրասո Ժողովուրդ ջան, որ Տերը այո պիտի գա իր եկեղեցու ետևից, իր հարսի ետևից պետք է գա, Ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, կա նաև երկրի վրա հարսնու փեսա, Ժողովուրդ ջան, չէ՞։ Եթե մեկը մի հարս ընտրում, չէ, եւ մենք գիտենք ալումա ժամանակ փեսան ինչ են, այդումը հարսի ետևից։ એને ամբողջ ակին ժողովուրդով գնում է հարսի ետևի, Ժողովուրդ ջան, չէ՞։ Որպեսզի հարսին դից տանի իրատուն։ Նույնպես Աստված, որ ունի հարս իր եկեղեցին, երկրի վրա, Ժողովուրդ ջան, այո, այսօր մենք այնքան բան չենք, իշակալ այսօր շատ բան չպատկերացնենք, որքան վլաստ ունի հարս եկեղեցին երկրի վրա, Ժողովուրդ։ Այսինքն որքան կարևոր է, որ այսօր մենք հասկանանք, որքան առավելություն ունի հարս եկեղեցին երկրի վրա։ Ասում այդ անորեն իր գործը չի կրում անի, ինչու համար, որտեվ հարս եկեղեցին դեր երկրի վրա է, Ժողովուրդ ջան։ Այդ անորեն ասում է ինքը չի կրել շատ գործեր անի։ Ինչու համար, որտեվ եկեղեցին աղոտ կա բարձրացնում, Աստծո ժողովրդից աղոտ կա բարձրացնում, Ժողովուրդ ջան։ Այ երբ որ եկավ ժամանակ, երբ որ Տեր Հիսուս եկավ իր եկեղեցու ետևից եւ հապշտակեց եկեղեցին, Ժողովուրդ ջան, եւ այդ ամեն մարդիկ, ովքեր պատրաստ գտնվեցան, կմտնեն Տիրոջ հարսանիքին, չէ՞։ Այսինքն ինչ է Տեր ուզում է, որ ամեն մարդ պատրաստվի հարս եկեղեցին մտնելու համար, Ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մարդ ընդդեմ մտնի ոչ թե իր արտարության համար, այսինքն պատրաստելը ո՞րն է, որ մարդ իր հավատքի կյանքը ուղում է, շտկում է, Աստծուն հավատում է, եւ դու Աստծո խոսքի համեմատ շինվում ես։ Այսինքն դու նայում ես Աստծո խոսքը քո հայլին է, Ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք հավատում ենք ինչու համար մարդը կանգնում է հայլու առաջ, չէ՞։ Եվ քույրիկները եւ եղբայրները չենք, մարդիկ կանգնում են հայլու առաջ, Ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք ինչու համար այսօր շատ անգամ, այո, քույրիկներ ավելի շատ են կանգնում հայլու առաջ, որտեղ ավելի կարիք կա իրանց, Ժողովուրդ ջան, չէ՞։ Այո, երբ որ նույնպես մարդ երբ որ կանգնում է Աստծո խոսքի առաջ, եթե դու շատ կարիք ունես փոխվելու, դու այդ հայլու մեջ նայելով եւ քո կյանքը փոխում ես, Ժողովուրդ ջան, դու քո կյանքը մաքրվում, սրբում ես Աստծո խոսքի համեմատ։ Այսինքն դա պետք է լինի Աստծո խոսքը քո հայլին, դու պիտի տեսնես քո ներսի կարիքները։ Այն ինչ կարիք կա, որ այսօր դու տեսնում ես, որ դու կա, որ դու պիտի ավելի ապաշխարես, դու պիտի փոխվես, դու պիտի սրբանաս, Ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդիկ ասում են, դե մի մոտ չի ստասում, եղբայր ջան, կամ մի մոտ չի լինում, չէ՞։ Այո, շատ անգամ մարդկանց մոտ դա չի ստասում, Ժողովուրդ ջան, ինչու համար, որտեղ մարդը պետք է հարատևի Աստծո խոսքի մեջ։ Այսինքն 1-2 եթե քո մոտ չի ստասում, բայց Աստված երբ որ տեսնում է դու հարատևում ես Աստծո խոսքի մեջ եւ դու այդ խոսքին ուշադրություն ես դարձնում քո կյանքը փոխվելու համար, Ժողովուրդ ջան, Աստված հնարավորություն է տալու ինձ ու քեզ։ Դամար Տերս օրհնի սիրասո Ժողովուրդ ջան, որքան կարևոր է, երբ որ Աստված այսօր ուղում է ինձ ու քեզ, Ժողովուրդ ջան։ Այո, կարող է այսօր շատ անգամ մարդիկ չհավատան եկեղեցու հապշտակուն, դա ոնց կլինի, Ժողովուրդ ջան։
Շատ անգամ մարդիկ մտածում են, այ եղբայր ջան, ես քանի տարի նույն բանը քարոզում են, այ մարդ էս եկեղեցին հապրտվել, ուրա չկա Տերը, ջան, չէ։ Այո, մարդը չի հասկանում, ինչու մարդ Տերը չի հապշտակում եկեղեցին շորշան, որտեվ մենք այսօր տեսնում ենք, չէ։ Լարի նայենք այսօր ամեն մեկը մեր ընտանիքները, ինչ-որ հարազատ բարեկամ նայես, հարևան նայես, հələ տեսեք, ինչքան քո տան անդամները դեռ չեն ապաշխարում, Ժորժ, ապաշխարում դու մենակ չեն ասում են մեռնեմ Հիսուսին։ Շատ անգամ մարդկանց ասում ես, երեխեն հավատում ասում, հա եղբայր ջան, հավատում են, էտում վանկա էտում մեռնեմ ասում, ասում եմ, էդի հավատքը չի Ժորժ, պես սա հավատ մենք սաղցել ունեցել։ Այսօր ում էլ էտաս հարցնես, ասես ասունով սկսե հայ աղբի ջան, հավատում եմ մեռնեմ ասում։ Ինչպես Հակոբոսի մեջ եղբայրը կարդաց հավատք առանց գործի մեռածը ժողովուրդ չէ։ Այո, այսօր մենք էլ ենք նայում այն կյանքը, որ մենք եկել ենք դեպի խավարից դեպի լույսը, այն վաղ մենք էլ ենք հավատացել Հիսուսի անվան ժողովուրդ, մենք էլ ենք ասել, հա մեռնեմ Հիսուսին, հավատում ենք, կարողոտացել ենք մեր Հիսուսին, չէ՞։ Բայց Աստված ուզում է մարդուն վերստին ծնվի մարդը ժողովուրդ։ Այո, որ մարդը վերստին ծնվում է, ինչու՞ որ մարդը դեռ իր մեղքերը չի տեսնում։ Թեկուզ ինք ասում է հավատում եմ, այո հավատում եմ, հեսա գիտես քան հատ մոմ եմ վառում, չես ինչ նկարներ են պատճում, չէ։ Բայց երբ որ Աստված մարդու կյանքի մեջ հայտնվում է, մարդու մեջ բացվում է մեղքի գիտակցություն։ Այսօր տվյալ անձս մայ աղբեր ջան, գիտես, ես ինչ մեղավոր եմ ես, այ մարդ ինձանից մեղավոր չկա, բա այն վաղ քիչ չէր տեսնում սիրելի հոգի։ Այն անգամ որ դու ասում ես, ես գիտես կան մոմեր են վառեն, նկարներ են պատճել, բա այն վաղ քիչ չէր երևում քո մեղավորությունը, այն լուրջ զղջման ապաշխարություն չկա ժողովուրդ։ Ժորժան, այս ամեն բան Աստված ուզում է օգնի, ել եմ ասում, Աստված թեկուզ այն անհավատ մարդկանց չի ուզում դադի։ Այսօր դատաստանի ժամանակը չի։ Կգա դատաստանի ժամանակը ժողովուրդ։ Եվ մենք հավատում ենք պետք է գա այդ դատաստանի ժամանակը։ Բայց Աստված որ քանի այս տապանի դուռը բաց է, նա դաժե երմա նայում ես դաժե աղաչում է մարդուն իր փրկության համար ժողովուրդ։ Ասում է այ անց այ տղա ջան, այ աղջիկ ջան, հələ նա դու ուր ես էտում, այս ճանապարհով ուր քասնես։ Ախր դարի արի ինձի, արի մեջ ապրի, արի ես քեզի կյանք կտամ։ Որպեսզի դու ունենաս կյանք, այն էլ հավիտենական կյանք, որը պիտի ապրես դրախտում, ոչ թե մարդը պիտի ապրի դժոխքում ժողովուրդ ջան։ Դժոխքն էլ է հավիտենական։ Այսօր պիտի մարդիկ հասկանան, որ դժոխքն էլ է հավիտենական, ընդեղ էլ կրակը չի մարելու։ Այդտեղ գրված է, այդ կրակը չի մարելու ընդեղ ժողովուրդ ջան։ Դամար այսօր մենք տեսնում ենք շատ անգամ, որ մենք մի հատ նեղություն ենք ունում, դժվարություն ենք ունում, չես եք պատկերացա մարդ ենք, տրտնջում ենք, կարա ունենանք դժվարություն, մարդիկ այսօր ցավեր ունեն։ Բայց այն խավարի կյանքի մեջ ժողովուրդ ջան, չէ, ինչպես երեկո խոսած եղբայրը դրա մասին չէ դժոխքի։ Այսինքն այսօր պիտի մարդը ունենա հավատք Աստծո խոսքի վրա ժողովուրդ ջան։ Շատ անգամ ասում եմ, այսօր հնարավոր է մարդը, ոչ թե հնարավոր մարդիկ այսօր կան։ Կարա մերժեն Աստծո խոսքը, չեմ ուզում, էսը պիտի անեմ, էնի պիտի անեմ, չես ենք, բայց որ այն կյանքի մեջ, որ ինքը հայտնվա, ժողովուրդ ջան, ընդեղ էլ մարդու կամքը չկա։ Թող այսօր բոլորս իմանանք, ոչ երկնքում կա իմ ու քո կամքը, ոչ էլ դժոխքում։ Այսինքն հիմա մենք ուզում ենք հավատում ենք, ուզում ենք կաղոտենք, ուզում ենք չենք, ուզում ենք Աստծո խոսք ենք լսում, ուզում ենք չենք լսել, այսօր քո ձեռքն է ժողովուրդ ջան։ Ով է քեզ ստիպում։ Աստվածը քեզ չի ստիպում։ Աստված տվեց մարդու հոժար կամ, ազատ կամ տվեց։ Ինչպես եղբայր ասեց, че կյանքն ու մահը քո առջև դրված է, արդեն իմ ու քո առջև։ Բայց փառք Աստծո, որ Աստված մեզի նաև հուշում է, որ տղա ջան, աղջիկ ջան, կյանք ընտրա, այդ որն է այդ կյանքը Աստծո խոսքի մեջի կյանքն է, որ Տեր Հիսուսը բերեց իր կյանքը այս երկրի վրա։ Դեպ Տեր Հիսուս ասում է, ես եմ կյանքը ու հարությունը։ Այսինքն պիտի Քրիստոսը ապրի ու քո կյանքի մեջ, նա պիտի ապրի, եթե նա ապրավ քո կյանքում, այդ քո կամքը պիտի մերձնա։ Նա իմ ու քո հասկացողությունը մերձնա, որ դրանք Աստծուն պետք չի իմ ու քո հասկացողությունը ժողովուրդ։ Իմ ու քո ասում միշտ մեզի խանգարում է, ասում է մարդուն իր գաղափարը շատ է խանգարում։ Ես այսպես եմ հասկանում, եղբայր, ես այսպես եմ տեսնում, ինչ կապում դու ոնց ու ես ինչպես ենք տեսնում ժողովուրդ։ Այև Աստված ոնց ուզում տեսնի ինձ ու քեզ։ Ավետարանը մեզի ոնց ուզում ուղի ինձ ու քեզ շտկի, որպեսզի մենք ապրենք ավետարանի խոսքով ժողովուրդ ջան։ Դան որքան կարևոր է այսօր մարդու մեջ Աստված մի բան ուզում տեսնի ձգտում Աստծո խոսքին, ձգտում մոդիկանալ Տիրոջը,
Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերս օրտնի, որ այսօր, այո, այսօր ասված, եթե տեսավ, քու մեջ կա ծառավ, քու մեջ կա փապակ, որ այսօր դու ուզում ես փոխվես, ուզում ես սրբանաս, այո, կարող քու մոտ այսօր չի ստացվում։ Կարող համբերությունը շատ անգամ չի երիկում քո, ժողովուրդ ջան։ Այսօր բոլորս են մարդ ենք, ժողովուրդ ջան։ Այո, այսօր գիտենք, որ բոլորս հողից ստեղծված մարդիկ, այդ համար ասված շատ անգամ մեզ շատ բաները չի կրում պահանջ, ինչու՞ որ նա տեսնում է դու դեռ այդ կարողությունը չունես։ Եղբայրան ուզում եմ սուրբ լինեմ, եղբայրան ուզում եմ էս լինեմ, ուզում եմ հասկանում եմ լավ բան եք ուզում մենք սաղսել, բայց մենք պետք է ճամփա անցնենք, մենք պետք է անցնենք այդ նեղության մեջ, հալածան կա, նեղություն կա, վերջը դժվարություն է մուքու կյանքի մեջ։ Սա է ճանապարհը, որ պետք է անցնես, եթե ուզում ես անցնել դեպի օրհնություն, ժողովուրդ ջան։ Այսինքն ասված կրագա դրե մարդուն կրագով մեզի մաքրի։ Այս կրագը դու գիտես, դու ես տեսնում, ամեն մարդ անցնում է մի կրագի ճանապարհ։ Այսօր անտառ այդ կրակ իմ ուքու մեջ ուզում ա վառի, այդ քո մեջի իմ մեջ այդ ժանգը, այդ ամեն խավարը մաքրի։ Այդ կրակ եկել է դրա համար, որպեսզի քեզից այդ ոսկին ավելի սուրբ մաքուր սարքի քեզ։ Գահա դու մտածես եղբայրան, ինչ սուրբ։ Ես ուր եմ, սուրբը ուրա, ժողովուրդ ջան, չէ՞։ Եթե այո, ամեն մեկս պես մտածենք, ժողովուրդ ջան, այո, մենք ով ենք, ինչ սուրբ, ժողովուրդ ջան։ Սուրբ է, որ Աստված է քո մեջ ապրում, նա է սրբությունը։ Շատ անգամ ասում են մարդիկ այդ անկեցին սուրբը պատճենք, ասում եմ սուրբը ո՞րն է, ժողովուրդ ջան, սուրբ է, որ մարդը ընդունում է, նա արդեն դու դառնում ես Տիրոջ սուրբ զավակ ես դառնում։ Աստծո's արդեն քո մեջ ապրում է, թին մարդ արդեն սպանում է քո մեջից, ժողովուրդ ջան։ Այո, մենք շատերս արդեն այդ ճամփեն անցել ենք։ Եվ շատ անգամ երբ որ մարդկանց հետ խոսում ես, կիսում ես, ասում ենք ժողովուրդ ջան, հո մենք օտից վերցրած ջրեր չենք խոսում։ Մենք վերջը կյանք տեսած, վերջ Աստծո հետ ապրած, եւ շատ անգամ որ մենք Տիրոջից սովորած ենք ձեզ ասում։ Եվ այդ խոսքերի մեջ կյանք կա, որտեվ Աստված քեզի է մի հատ անցկացնում այդ ճանապարհի մեջ, քեզի է սովորացնում, որ վաղուց հետո դու մեկին խորհուրդ տաս, այդ քո խորհուրդը կյանք լինի տվյալ մարդու համար։ Այս դու փորձված, ձուլված ոսկու պես ես դառնում։ Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորիս էլ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Տերս օրհնի, որ իրապես, որ այսօր Աստված ուզում է իր ժողովուրդը մոտիկանա իրան, ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք վերջին ժամանակներն է։ Այսօր շատերը կապված են կոմպյուտերների հետ, ժողովուրդ ջան։ Այսօր շատերը կապված են հեռախոսի խաղերի հետ։ Շատ անգամ մեզ էլ է, մենք էլ ենք դրում, երբ որ մարդիկ խաղում են, անդորեն ասում են, մի հատ դու մտի խաղցի, կարա մի բան շահ է, ժողովուրդ ջան։ Մի վատ լոտոներ են հանած, լոտոներ են մարդիկ, չես ենք, շատ անգամ առնում էին մարդիկ, սպասում են պես այ մարդ, եւ մի բան շահ է։ Շատ անգամ չէին շահում, ինչու՞ մարդը շահեն, որովհետև Աստված տենում է մարդը ուրիշ ճանապարհ է այտում, ժողովուրդ ջան։ Դամար Տեր ուզում է, որ Աստված մարդը փնտրի Աստծուն շահ իր կյանքի մեջ, Աստծուն ունենաց քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Դրանք սա սադություններ են։ Այդպես մարդկանց մոլորեցնում են, ժողովուրդ ջան։ Եվ մարդկանց այդ ջեբի փողն էլ տանում են, այսօր շատ անգամ մարդիկ դաժե իրանց տունն են ծախում, որպեսզի դա տակից էլի չեն պրծում, ժողովուրդ ջան։ Մարդը այնքան է կախվածություն վերցնում այդ խավարից, երբ որ սա այնքան է կլանում մարդուն այդ խավարի մեջ, ժողովուրդ ջան, այսօր մարդիկ չեն կարող դից դուրս գան։ Այդ խավարը այսօր ավելի է տիրում, ժողովուրդ ջան։ Այն վատ խաղատներ կար, իմ այդ խաղատներ պետք չի սատանային սարքի, ժողովուրդ ջան։ Եվ շատ մարդիկ այդ խաղատները դուր չեն գանում, ժողովուրդ ջան, այդ տան փողն են, հացի փողն են, կետային գկրվեին, այդ չեն մտնում, այ մարդ բայրեխես ինչ պդուդի, իրանց էլ դա չի մարդու մեջ այդ հասկացողությունը սատանեն վերացնում է։ Այս մարդը ոնց որ արդեն կուրացած, ինքն էլ ոնց որ ռեֆլեքս է դառնում, իր ուշքում իր գետա, երբ դա մի հատ խաղ է։ Շատ անգամ մարդիկ փողեր են գողնում, այդ մեն խաղում են, շատ անգամ մարդիկ պարկեր են վերցնում, որ այդ տան խաղան ու կրվեն, ժողովուրդ ջան։ Ինչու՞ մարդը միշտ մտածում է, որ ես պետք է կրեմ։ Եվ հետո նույնպես դից փուշ դուրս է գալու, ժողովուրդ ջան։ Ես ինչու՞ մարդեր ես խոսք ուզում խոսենք, որտեվ այսօր տեսնում ենք, այո, այսօր մի ընեն շրջան է եկել, ժողովուրդ ջան, այսօր նայում ես այն փոքրից բռնած այդ հեռախոսների մեջ, այդ խաղերի մեջ մարդիկ ձուլվում են, ժողովուրդ ջան։ Այսօր երեխեն մի տարեկան, 2 տարեկան հեռախոսա ձեռքը գցում հեռախոս, ասում եմ Տեր Աստված, այս մարդը ինչ ասում, այս փոքր երեխեն մի տարեկան ինչ ասում է հեռախոս, ժողովուրդ, դաժե մի քանի հեռախոս տա չէ, ինքը խաղում է։ Այդ մի տարեկան երեխեն կանանից հեռախոսներս տեղեր մտնեն, այս բաներա դու զարմանաս, ժողովուրդ ջան։ Իսկ մենք այդ տարիքներով արդեն եղել մենք հեռախոս չենք իմացի ինչ բան է։ Բայց եկել էս դարաշրջանն եկել, ժողովուրդ ջան։
Տամար Տերը բոլորս էլ օրհնի սիրի ժողովրդյան, օրհնի, որ ինչ համար այսօր Տերը ուզում է ինձ ու քեզ ազատի այդ ամեն խավարի ժողովրդյան։ Լավ իմացեք, խավարը դա քնած չի։ Այսօր գիտես իշքան մարդկանց հավատքի մարդկանց խավարը գցում մեղքի այդ չարության մեջ։ Դամար Տերը օրհնի ժողովրդյան, Տերը պահի իր ժողովուրդը, որտեվ շատ քիչ ժամանակ է մնացել եկեղեցու հափշտակության ժողովրդյան։ Այսօր մենք չենք էլ պատկերացնում, թե ոնց կլինի եկեղեցու հափշտակությունը։ Այսօր եթե հարց տամ, սիրելի քույր, եղբայր ջան, եթե դու լսում ես հիմա Աստծո խոսքը, լմյա դու նայա, դու եթե Հիսուսը գա, դու փրկված ես թե չէ։ Հիմա այդ անալիզը դու պետք է քո մեջ անես։ Շատ անգամ մարդիկ նայում են, չէ, եղբայր ջան, եթե Տեր եկավ, ես չեմ փրկված։ Ինչո՞ համար չես փրկված։ Այսինքն դու պետք է տեսնես քո ներսը, ինչ կա քեզի պայող ես երկրի վրա։ Եթե մի բան կա այս աշխարհից դու սիրում ես, եթե մի բան կա հրապուրանքներ դեր քեզի ես հրապուրանքներ քեզի քաշում է, տանում է դեպի այս աշխարհ ժողովրդյան, Աստված ուզում է ինձ ու քեզ կանգնեցնի, որ վաղուց երբ որ Տերը գա ժողովրդյան, ինձ ու քեզ տանի երկինք։ Այո, այսօր մենք բոլորս պատրաստվում ենք երկնքի թագավորության համար, ժողովրդյան։ Տամար Տերս օրհնի սիրասո ժողովրդյան։ Այո, երբ որ նայում ես, չէ, ասես մարդը ով է, չէ, 8-րդ սաղմոս մեջ մարդը ով է, որ դու իրան հիշում ես, էնել ինչ դες, հրեշտակները դաժե բարձր դες ինձ ու քեզ ժողովրդյան, հրեշտակները ինձ ու քեզ մա ծառաներ են։ Շատ անգամ հրեշտակները դրված է, քո 4 բոլորը դրվել են հրեշտակներ ժողովրդյան, մարդու 4 բորացված հրեշտակ է դնում։ Այսօր մենք տեսնում ենք, այսօր մեր բոլորի կյանքը որքան է Աստված շատ փորձանքներից մենք չենք էլ հասկացել, բայց Աստված մեզի շատ փորձանքներից պահում է։ Այսօր մենք տեսնում ենք ինչքան ավայրաներ կան ժողովրդյան։ Կարող է այսօր դու թեկուզ դու խմած էլ չնես, դու էլ հարբադել չնես, չես ենք, դու սովորական մարդ ես, ոչ խմում ես, վերջ հավատքի մարդ ես, Աստծո մարդ ես, բայց մեկ է տենում ես մի կողմից մի խմած է, գալում խփում է քեզի, всё մարդը մահացա ժողովրդյան։ Այսինքն եթե այսօր մենք այս կյանքը դեռ կանք, դեռ ապրում ենք ժողովրդյան, մենք պետք է Աստծուն փառտանք, Աստծո շնորհքն է, ինչու համար Աստված տեսնում է դեռ մենք դեռ պետք է ապրենք այս երկրի վրա։ Ապրենք, աճենք, զորանանք, մեծանանք հավատքի կյանքի մեջ ժողովրդյան։ Տամար Տերս օրհնի, որտեղ ոչ մեկը իր կյանքին գարանտիա չունի ժողովրդյան։ Մենք այն անգամ խոսացինք, ոչ մեկը չի կրասա, ես ուզում եմ 50 տարի կա, ուզում եմ 100 տարի կա, դա մեր ձեռքը չի ժողովրդյան։ Աստծո մեր հոգիները Տիրոջ ձեռքերի մեջ է։ Եվ կամեցավ մեզ վերցնես երկրի ժողովրդյան, Տերը կվերցնի։ Այո, եւ Աստված մենք տեսնում ենք մարդկանց պատրաստում է նոր ատանում։ Շատ անգամ մարդը, որ ամենամեղավորն, ամենահայոյիշն է, ամենաանհավատ մարդն է ժողովրդյան, մենք տեսնում ենք շատ անգամ Աստված տվյալ մարդուն գցում է տեղաշոր, ինչու՞ որպես այս մարդուն դարձնա դեպի Իրան, որ այս մարդը վամզոր հոգին դուրս գալու չհայտնվի դժոխքում ժողովրդյան։ Եթե հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որ ես նոր հոգի պես արդեն քանի տարվա, երբ որ մի հիվանդ կար, տարիքով էլ մարդ էր պես ժողովրդյան, այնքան ցավալի է։ Այդ վերջին պայն ասենք այդան գալիս մարդուն գոնա մարդ Աստծո խոսքը վերջը ժողովրդյան։ Երբ որ գնացինք այդ տվյալ անձին ժողովրդյան, վերջը խոսում ենք Հիսուսի մասին, փրկու այս մարդը ձեր առավ ժողովրդյան։ Ուր է ձեր Հիսուսը։ Եվ նա սկսում էր ման գար Հիսուսին ժողովրդյան ձեռ առնելով։ Երբ որ այս մարդուն մենք սկսենք վգայել ժողովրդյան, մարդուն սկսի վգայել, որ այս մարդը ընտունա գոնե վերջի պայն ընտունա Հիսուսին ժողովրդյան, գոնե այմար լավ ապրել ես մեղքի կյանքով ես ապրել, անհավատ ես ապրել, այմար գոնե Աստված վերջի շանս է տալում ժողովրդյան մարդու։ Եվ տվյալ անձը սկսեց ձեռ առնել, որ այդ Հիսուսը բավուրա սկսում էր ման գար։ Եվ ընդամենը մի քանի րոպե իրա դիվական աշխարհս մեր այսինչ բոլորներ են գցել տակս ժողովրդյան։ Ինչ բոլոր բաներ չկար տակը, բայց այսօր մարդկանց բասում է մի ուրիշ աշկերա բասում, նրանք ուրիշ բաներ են տեսնում արդեն ժողովրդյան։ Այսօր պետք է մարդը հասկանա, որ ինչքան պետք է կարան ինքը պետք է Աստծուն մոդիկ ապրի, թե չէ այդ խավարը քնած չի, այդ խավարը փախնողը չի ժողովրդյան։ Նա մարդկանց այս թույլ տեղ բռնում է, այդտեղ խփում է տոշկեն։ Որտեղ իմուկում էր թույլ տեղ նա տեսավ, նա հարված ընդեղ է տալում։ Տեսավ քո բարդությունը կա, տեսավ քո չարությունը դեռ կա, անհնազանդությունը, նա ընդեղ է խփում, որտեղ որ նա տեսնում է, դից կրա ինքը ներս խփի։
Այդ համար Աստված ուզում է մենք այդ ամեն բաները երբ որ կարգավորենք մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, այո, աննազանդություն կա մարդու մեջ, հպարտություն կա, ինչպես էս չկա, ժողովուրդ ջան։ Սա այդպես սովորական չէ երևում։ Մարդու հպարտությունը այդքան սովորական չէ երևում։ Մենք տեսանք ինչու համար Սավուղի ներսը պատրվավ, երբ որ ասին 1010 Դավիթին, այդ վաղ Սավուղի ներսը բացվավ, այն մարդ ոնց թե ես թագավոր եմ, այն մարդ ես 10,000 տվին Դավիթին, մարդուն ներսի նախանձը չարությունը շարժվավ, ինչու համար նա արդեն ուզում էր Դավիթին սպաներ։ Այ Սավուղ ջան, հիմի Դավիթը հաղթեց, բայց դու հաղթեր այդ Գողիաթը, խի չգնացիր։ Դու ավելի հաղթանդամ էր, ավելի լիքներ, Դավիթը երեխա էր, երիտասարդ է, ժողովուրդ ջան։ Բայց դու սպաներ այդ Գողիաթին, խի չգնացիր։ Դա համար Տերը օրհնի ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք, որ իրապես երեխաներ թեկուզ այսօր փոքր երեխեք սաղսել ունենք, երեխեք, չէ, թորնիներ ունենք ժողովուրդ ջան, չէ։ Տեսնում ես, եթե մի բան երեխուն մեկին տալում ես, մեկին չես տալում, ոնց որ այս երեխեն ոնց որ ավելի ոնց որ ինքն էլ սկսում բան անի ժողովուրդ ջան։ Այդ բնությունը տեսնում ենք, այո, երեխեքի մեջ էլ նույնպես կա։ Ընձեղնի, իմը սեղնի։ Երեխա է, բայց դե տեսնում ես կա այդ բնությունը մարդկանց մեջ, ժողովուրդ ջան, երեխեքի մեջ։ Համար Տերը օրհնի ժողովուրդ ջան։ Ես մեմ Տիրոջ խոսքից մի քանի խոսք էլ կկիսվենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Տերս օրհնի բոլորիս։ Այսօր վերջին ժամանակներն է։ Եվ Աստծո խոսքի այսօրվա թեմայի վերնագիրը ժողովուրդ ջան, Աստծո մոտենանք։ Վերնագիրը սևոյնա այս թեմայի ժողովուրդ ջան, Աստծուն մոտենանք։ Այս ամեն բանը, որ Տիրոջ խոսքը խոսվավ նրա համար, որպեսզի մենք Աստծուն մոտիկանանք։ Շատ անգամ մարդիկ կարող ասեն եղբայր ջան, բայց ոնց Աստծուն տեսնեն, որ իրան մոտիկանան, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, մենք Աստծուն այս աչքերով չենք կրա տեսնի։ Հիմա մենք Աստծո ներկայությունը կա մեր կյանքի մեջ, հիմա սաղիդ մեջ կա Տիրոջ ներկայություն, բայց այսօր դուք այդ Աստծուն հիմա այս աչքերով չեք տեսնում։ Աստծուն դու տեսնում ես քո մեջի եղած հավատքով։ Հավատք, որ դրել Աստված քո մեջ Աստծո խոսքի հանդեպ։ Ուրեմն սիրասուժով կարդում եմ Եբրայեցիս 10-րդ գլխի 19 խոսքից մի քանի խոսքեր կկարտանք, Եբրայեցիս 10-րդ գլխի 19 խոսքից մի քանի խոսքեր կկարտանք։ Վերնագիրը Աստծո մոտենանք։ Այնքան կարևոր ասես հարցը ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ քու են տգար, են թույլ վիճակի մեջ, են որ դու մտածում ես արդեն մեռած ես, էլ հավատքել չի մնում, արդեն մտածում ես աշխարհ պետք է գնամ, Տեր ասում է այդ ամեն դժվարության դու մոտեցիր ինձ։ Այսինքն ոնց պետք է մարդը մոտ, այսինքն քու ներսը պետք է նոյից կաբես հավատաս, որ Աստված քեզ սիրում է, ժողովուրդ ջան։ Ինչու համար այսօր մարդիկ հավատները թողում են, որտեղ մարդիկ մտածում են, որ Աստված իրանց չի սիրում։ Աստված իրանց էլ մեղքերը չի ներում։ Կամ էլ չի ների, ժողովուրդ ջան։ Ինչու համար այսօր մարդկանց մեջ այսօր անհավատությունը ավելի շատ է, քան թե հավատք Աստծո խոսքի վրա, ժողովուրդ ջան։ Ինչու համար Աստված ուզում է մեր այս մարդկային գաղափարները մեզանից հեռացա, սա մեզի վնասներ են մենակ, ժողովուրդ ջան։ Սա մենակ մեզի խանգարում է Աստծուն մոտիկանալու։ Որտեւ հենց ուզում ես մի հատ Աստծուն դի մոտիկանաս, աղոթես մեկ է մտքերը գալում են այն մարդը, մի հատ քու վիճակի դնալես, ինչ մեռած ես, ինչ հիվանդ ես, հələ ինչ դու դի Աստծուն մոտիգնաս։ Դու բայ ինչ պետք է ասա։ Իմ հայրս է, բա ում պետք է մոտիկանամ, բա իմ պապայից պետք է մնեմ իրա ոտներն ու գրգեմ մայրամի պես գրգեմ, լացեմ ոտքեր Հիսուսի գրգելով, ժողովուրդ ջան։ Նա քո հայրն է, նա իմ հայրն է, նա մեր Աստված, նա սիրող Աստված է, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ կարող մենք այնքան չարություններ ենք անում, հավատքի կյանքի մեջ, այնքան բաներ ենք անում։ Այո, այնքան օրհնյալ Աստված ունենք, Աստված դեռ մեզ այնքան է սիրում, ժողովուրդ ջան։ Այո, ուրիշ հայրերն են, մենք եթե մարմնավոր հայրերը կարա կոպալով խփեն երեխուն, ժողովուրդ ջան, կոպալով ծեծեն երեխուն։ Բայց տեսնում ենք մեր հայրը այնքան սիրող Աստվածը, ժողովուրդ ջան, նա ինձ ու քեզ ժամանակ է տալու ապաշխարության։ Նա ինձ ու քեզ ժամանակ է տալու մոտիկանաս Աստծուն։ Մենք երեք Սաղմոսը, որ կարդացենք 59:15 ասես չէ, նեղության օրը ինձի կանչի։ Այնքան օրհնյալ խոսք է, ժողովուրդ ջան, որ Աստված այդ առօրվա քո կյանքն է, այդ խոսքը, որ քո առօրվա կյանքի մեջ, երբ որ դու ունես անհաղթություն, պարտություն ունես քո հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան, եւ շատ անգամ դու քեզի չես կրում հաղթես, Աստված ասում է այդ նեղության այդ օրը
աղջիկ ջան, տղա ջան, արի ինձի։ Ես կարամ քեզ օգնեմ։ Ես կարամ քո հին մարդը սպանեմ, այդ հին մարդը փճացնեմ, որտեղ դրանք հոդելու են, դրանք պիտանի չեն մեզ ժողովուրդ ջան, այդ հին մարդուն։ Փառք Աստծո ժողովուրդ ջան, հետաքրքիր է ինչու համար Ադամին ասեց ուր ես Ադամ։ Ինչի ասված չի դեր Ադամ ուր էր ժողովուրդ ջան։ Ինչի ասված չի ման մեր մեջ ինչ խնդիրներ կա։ Մենք ինչ ենք սիրում այս աշխարհից, ինչ ենք պայե թակուն մեր այս աշխարհից, ասված չի ման ժողովուրդ։ Գիտա լրիվ է գիտա։ Նա ամեն գիտա մեր կյանքից մեջ ամեն բան ինչու համար ասված հարցրեց Ադամ ուր ես։ Որպեսզի Ադամի մեջ զղջում առաջանար տե հայր ջան ներանձի։ Ես քո խոստումը ես չընդունեց չարեցի։ Դու ինձ պատվիրեցի որ այդ ծառից չուդեմ, բայց ես կերա այդ ծառից ներա ինձ։ Բայց նա չարեց էլի ժողովուրդ ջան, այս բնությունը նույնպես հիմա եկել է իմ ու քո մեջ։ Ինչու համար այսօր շատ անգամ մարդիկ մեղքերը գցում են դիմացինի վրա։ Այն տվածդ կինը ինքը տվավ, այս շատ բան տվավ, բա դու խի կերար, չէ՞։ Այդ կինը կարող շատ բան տա, բա դու դիխի բդուդես։ Բա դու միա չնայեցիր Աստծո պատվեր ժողովուրդ ջան, ել եմ ասում, այսօր Աստված ես ամեն բան խոսում է իմ ու քո համար, որպեսզի մենք այսօր առօրյա կյանքը մենք ապրում ենք։ Այսօր Սատանան կարող շատ մեղքեր հրապուրանքներ բերա մարդուն։ Առաջարկում է, բերում ասպես սինիով գալում է, ասում է որն ես մլնա տես ինչ լավ բաներ են բերե քեզի։ Այո շատ անգամ մարդիկ վերցնում են Սատանայի բերած այդ հրապուրանքներ ժողովուրդ ջան։ Այս եմ ուզում էսի տունձի։ Էնի եմ ուզում էնի տունի շատ եմ սիրում։ Բայց Աստված տեսնում ասում աղջիկ ջան, էդի որ վերցրեցիր տղա ջան, էդի քեզի վնասի կբերի։ Էդի քեզի ինձնից քերասնի ժողովուրդ ջան։ Տերը ողորմա ինձ էլ ձեզ էլ ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, որ այսօր մեզ սիրում է։ Ասում է առաջի 19 խոսքը Եբրայեցի 10:19 ասում է ուրեմն եղբայրներ համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսին այրունով։ Ինչպես եղբայրը կարծա չէ օրինացի մեջ ասում է որ թե ձեր փառքի համար ես ամենը պիտի անեմ, որ դու պիտի մտնեք այդ երգիրը կամ պիտի մտնենք մենք երկինք ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչ ասում Աստծո, ուրեմն եղբայրներ համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսին այրունովը։ Այսինքն մենք կրում ենք մեր հայր Աստծուն մոտիկանանք մեր Տեր Հիսուսի այն սուրբ թափած այունը, որ մենք ընդունել ենք մեր վրա, որ մենք ընդունել ենք։ Եվ այդ սուրբ այրուն ինձ ու քեզ մաքրում է։ Շատ անգամ որ երբ որ հայր Աստվածը վերևից տեսնում է, եթե իմ ու քո մեջ տեսավ Քրիստոսի այրունը ժողովուրդ ջան, մենք կվաղ գնենք այդ ուդարի տակ, երբ որ Տեր Հիսուս տարավ իր եկեղեցին։ Ինչու համար երբ որ այդ հին ուխտում էլ ասես Մովսեսի դրանդիկների մեջ այդ գառան այրուն քսեք, որպեսզի հրեշտակա ձեզի չխփի։ Եթե մեկ այդ դրից դուրս մնար ժողովուրդ ջան, այդ տնից դուրս կար։ Դրան մոտը կայն էր, բայց դրսում էր կայնում։ Թեկուզ այդ դռան մոտի կանգներ, հրեշտակև իրանք խփեր դե ժողովուրդ ջան, ինչու՞ որտեղ նա տան մեջը չէր։ Ինչու՞ որ այսօր Աստված ինձ ու քեզ դնում է Քրիստոսի մեջ է դնում։ Այն սուրբ այրունը Տիրոջ ինձ ու քեզ պահում է, որ այսօր չարը քեզանից վախենում է։ Այո, մենք գիտենք շատ անգամ մարդիկ իրանք են վախենում չարից։ Բայց այսօր մարդը չի իմանում, որ եթե Քրիստոսի այրունը քո վրա կա, նա քեզ արդեն պաշտպանություն է Տիրոջ։ Եթե դու չետաց իր կամքի մեջ մտնես ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի բոլորս իր ասուրոր։ Այսօր շատ կարևոր խոսքեր է, որ Տեր ինձ ու քեզ ուզում է օգնի։ Մենք չգիտենք վաղը կարթնանանք թե չենք կարթնա ժողովուրդ ջան, ոչ մեկս չենք կրասի։ Մենք գիտենք այսօր շատ մարդիկ քնել են, առավոտ էլ չեն արթնացել ժողովուրդ։ Մենք միջիդենք քանի մարդիկ այսօր չեն արթնանա։ Մենք այսօր չենք իմանում քանի մարդիկ այսօր հնարավոր արդեն հոգիները տան։ Եվ իրականից տալում են շատ անգամ, որտեղ ամբողջ այս երկրի մեջ ինչքան մարդիկ են մահանում, չէ՞։ Մանավանդ այսօր պատերազմ կա ժողովուրդ ջան, կռիվներ կա, որքան մարդիկ են մահանում։ Եվ 20 խոսքս մը այն նոր ու կենտանի ճամփով, որ բացավ մեզի վարակույրի մեջ են, որը իր մարմինը։ Այն նոր ու կենտանի ճամփով, որ բացավ մեզի վարակույրի մեջ են, որն է իր մարմինը, ժողովուրդ ջան։ Եվ մեծ քանամը ունենալով Աստծո տան վրա մոտենանք, հիմա մեզ Աստված սովորացնում է մենք մոտենանք Աստծուն ժողովուրդ ջան, մենք ոնց պետք է մոտենանք Աստծուն։
Այո, մենք գիտենք, որ այն ժամանակներ, երբ որ ուխտի տապանակը կար, ժողովուրդ, մենակ քահանան են մտնում։ Ոչ մեկ իրավունք չուներ մտնել։ Աստված կխփեր իրան, ժողովուրդ։ Մենք տեսանք, որ մարդու Աստծո արանքը վարակույր կար, մեղքի վարակույրը, որ այսօր փագում էր մարդուն, որ մարդը չէր կրում Աստծուն տեսնել, ժողովուրդ, իրար չէր կարա տեսնի։ Եվ մենք տեսանք այդ վարակույր Աստված իր որդու միջոցով, այդ խաչելության միջոցով Աստված քանդեց այդ վարակույրը, բացեց իմ ու համար երկինքը բացեց։ Այսօր մենք ասում ենք Հայր Աստված։ Այն վաղ մենք իրավունք չունենք ասելու, ժողովուրդ ջան, այն վաղ չենք կար ասել, որտեվ դեռ մենք պահված ենք, դեռ Քրիստոսը չէր խաչվում։ Ինձ համար այսօր շատ մարդիկ ասում են, եթե Քրիստոս Աստված էր կամ Աստծո որդը էր, ինչու համար խաչեցին, իրանց կան ծեծեցին։ Այսօր մարդը չի ասում, իր մեղքերի համար արեց Հայրը։ Իր մեղքերի համար Հիսուսը հոժարվեցավ գար, իր հոժարությամբ եկավ այս երկրի վրա, ժողովուրդ ջան։ Հոժարվեցավ որ գար, երկնքի տերուտ իրագալը գար, որ հագներ էս մարմինը հագներ։ Եվ մարդիկ անարգում էին։ Մարդիկ չէին ընդունում։ Մարդիկ թքում էին, մարդիկ անարգում էին Տիրոջը, ժողովուրդ ջան, բայց Աստված ինձ ու քեզ այնքան սիրելով, համբերությունով տարավ այդ ամենը, որպես այսօր ինձ ու քեզ համար երկինք պատրաստի։ Եվ սկան բանը, որ Տերը ասում է, շատ անգամ մարդուն ասում է, «Բդի ապաշխար, դա եղբայր ջան, հələ ժամանակը չի»։ Տեսնում եք, շատ անգամ մարդիկ ոնց որ այդ կամակորության մեջ են մտնում, հələ չեմ ուզում, հələ վաղտը չի։ Այ աղբեր ջան, դարի ասում, վաղմսոր Տերը կգա կամ դու չգիտես քո կյանքը երբ կվերջանա։ Օրհնյալ է մեր Աստված, սիրելի ժողովուրդ, որ այո, մեզի համար դուր բացես, Աստված երկինքը, հիմա այսօր մենք ասում ենք Աբա Հայր, Հայր ենք կանչում մեր Հորը, արդեն մենք ճանաչում ենք մեր Հորը, եւ հավատում եմ դու էլ պետք է ճանաչես քո Հորը։ Այո, անհավատ մարդը չի ճանաչում Աստծուն, ժողովուրդ ջան։ Բայց այսօր մենք հասկանում ենք ով է մեր համար Տեր Հիսուսը, ով է մեր համար Հայրը, ով է մեր համար Սուրբ Հոգին, որ եկավ երկրի վրա։ Եվ 22-րդ խոսում է մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտերնից չար խղճեն մակրված, ու մարմինս էլ մաքուր ջրով լվացված, ժողովուրդ ջան։ Մի հատ եմ կարդում Տիրոջ խոսքը, ասում է մոտենանք ճշմարիտ սրտով, այսինքն դու Աստծուն մոտիկանում ես անկեղծ սրտով։ Շատ անգամ մարդիկ, ժողովուրդ ջան, մոտիկանում են, ինչ-որ մի բան պահում են, եւ չեն կրում անկեղծանան Տիրոջ առջեւ, որ անկեղծ մոտիկանան Տիրոջը։ Եթե մի բան դու սիրում ես, ժողովուրդ ջան, սիրել դա չի, մի հատ միտք եկավ, դու էդի սիրեցի, ժողովուրդ ջան, այն միտքը, այն սերը, որ դու այո մի բան փայփայում ես քո հոգու աշխարհի մեջ, մարդ չի տեսնում։ Այս այ որ ժողովուրդ ջան, կարող է մարդու մի հատ միտք կա, մարդը մտածում է, որ ինքը աշխարհ է սիրում, բայց մարդ աշխարհը չի սիրում, ժողովուրդ ջան, պրոստը մարդուն միտք կա գալու, շատ հրապուրակ, բայց այն բաները, որ կա, որ դու տեսնում ես, սա արդեն ուրիշ է։ Ասում եմ մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտերնից չար խղճեն մաքրված, ու մարմնից մաքուր ջրով լվացած։ Այսինքն Աստված իմ ու քո այս մարմինը որ տվել է, սա իմ ու քոնը չէ, ոնց ուզում եմ սրան կպայեմ, կզարտարեմ, կզուկորեմ, ժողովուրդ ջան, չէ։ Այս մարմինը Տերը ուզում է սուրբ պայես, այդ ջրով պիտի լվացնե, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք տեսնում ենք իրապես Սատանը մարդկանց այնքան է փոխել, ժողովուրդ ջան, շատ անգամ նայում ես մարդուն, մտածում ես աղջիկա թե տղա է։ Այսինքն այնքան է մարդկանց այլանդակում, որ այսօր շատ անգամ չես կրում տեսես հասկանալ, էսի աղջիկա թե տղա է, ժողովուրդ ջան։ Մենք աղջիկ տղեն ոնց ենք տեսնում, երբ որ տեսնում ենք, այո, երբ որ աղջիկը երկար մազ ունի եւ յուբկա յակում չէ, տղեն արդեն տեսնում ենք, որ այո, շլվար է։ Մենք այդպես կարող ենք, բայց այսօր տեսնում ենք մարդիկ մազերին կանեն կտրում, ժողովուրդ ջան, դառնում են տղա։ Դա զանազան է։ Adamասma դաժե քու մարմինս մա մաքուր ջրով լվացված այդ մարմինը որ տվել է հիմա իմ ու քեզ դա մերը չի ժողովրդան ոնց ուզում ենք դրան կպայենք դա աստծո տված մարմինը եւ ասում է մաքուր ջրով լվացնես այդ մարմինը նույնպես ժողովրդան այո կա մարմնի ցանկություններ կա այսօր սաղցել դե փոքր չենք ժողովրդան վերջը հասկանում ենք կա մարմնի մեջ շատ բռապուրիչ բաներ կա եւ Տեր ինձ քեզ էլ օգնի սյաշո ժողովրդան Եվ 23 խոսքը անխախտ պայենք հուսին դավանությունը անխախտ այսինքն այդ դավանությունը որ իմ ու քո մեջ կա անխախտ նա պետք է չխախտվի քո կյանքի մեջ մինչև Տեր Հիսուսը գա ինձ ու քեզ տանի երկինք
Այդ դավանությունը որ կա քո կյանքի մեջ, այն որ Տերը մեզ խորհուրդ է տալում, չէ, ես մա անխախտ պայենք հույսին։ Այն հույսը դու պետք է ունենաս։ Եղբայր ջան, հույսս կդրվել է, էլ հույս չունեմ, ես կփրկվեմ, թե չեմ փրկվի։ Ժողովուրդ ջան։ Տեր Հիսուս ասում է, այն դաժե անխախտ պայենք հույսին դավանությունը, որ այսօր դու դավանում ես, որ դու Տիրոջ զավակն ես, դու դավանում ես, որ Տիրոջ աղջիկն ու տղեն ես։ Մենք իրա տղեն ու աղջիկն ենք, ժողովուրդ ջան։ Դամարս մեծ հույսի դավանությունը սմա անխախտ պայենք հույսի դավանությունը վասնզի հավատարիմ է անիկա, որ խոստացավ։ Ասում է անիկա հավատարիմ է, որ ինձ ու քեզ խոստացել է, որ ձեզ կպահեմ, մինչև աշխարհի վերջ կպահեմ։ Մենք տեսնում ենք Տիրոջ խոսքը ինչ ասում ինձ ու քեզ, ասում է ես ձեզ կպահեմ մինչև աշխարհի վերջը, ժողովուրդ ջան։ Վասնզի հավատարիմ անիկա, որ խոստացավ, եւ իրարու հոգ տանենք։ Եվ իրարու հոգ տանենք։ Սա է Աստծո պատվերը, ժողովուրդ ջան։ Ինչո՞վ որ մենք շատ անգամ որ լսած չէ, որ ասում ենք, եթե քո հոգսը մենք որպես մեր հոգսը չենք տոնում, ժողովուրդ ջան, չէ, եթե քո հոգսը համար նույնպես մենք ցավակիչ չենք լինում, այսինքն մենք չենք կրա աղոթել, ժողովուրդ ջան։ Մենք մենակ օդի մեջի խոսողներ կլինենք։ Հիսուս ջան, քեզի շատ եմ սիրում։ Վերնագիրը հենց այնպես չի դրվել։ Հիսուսը սիրում է քեզ, բայց դու սիրում ես Հիսուսին, հարցական նշանը դրա, ժողովուրդ ջան։ Այսինքն մեզ միշտ Տերը հարց է տալում, դու սիրում ես ինձ, տղա ջան։ Այո, Տեր ջան, սիրում եմ։ Բայց Հակոբոս մա հավատքը առանց գործի մեռած է։ Եթե մենակ ասենք սիրում ենք, բայց հավատքի գործ չունենանք մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, չէ։ Ինչպես եղբայրը կարդաց, ասում է եւ իրարու հոգ տանենք սիրո եւ բարեգործության մղելով։ Իրարու հոգ տանենք սիրո եւ բարեգործության մղելով, չէ։ Ինչպես եղբայրը կարծես, եթե ասենք, չես, եթե եղբայրդ մեր գտնի եւ դու ասես գնա ոչինչ հանգստացի, կերակրվի, եթե իրա պետք եղածը չտաս, այսինքն սեղա որ դու իրան ոչ մի բան չօգնեցիր։ Մենակ ասում ես գնա, ուր է տա։ Մարդը սոված է, մարդը կարիք ունի։ Շատ անգամ մարդիկ հոգևոր տգար են, հոգևոր կարիք ունեն, քեզանից մի բան սովորելու։ Մարդիկ քեզի կարա հարցնեն, եղբայր ջան, էսի ոնց է, ես դրա կարիք ունեմ կամ քույրիկ ջան։ Դա համար այսօր Աստված ինչ ասում, այսօր դու տեսնես այդ ցավը քո եղբոր եւ քո քրոջ։ Ասում է իրարու հոգ տանենք սիրո եւ բարեգործության մղելով եւ մեկտեղ հավաքվելը չթողենք։ Սա 25 խոսքը, որ ինձ ու քեզ պատվիրում է, ժողովուրդ ջան, մեկտեղ հավաքվելը չթողենք։ Այսօր շատ անգամ որ մարդկանց վգայում ենք, ասում ենք ժողովուրդ ջան, էսի եղբայրները չեն որոշել մեկտեղ հավաքվելը։ Արեք այսօր պաշտան ուտենենք։ Սա Աստծո պատվերն է։ Ասում է եւ մեկտեղ հավաքվելը չթողենք, ասում է ինչպես ոմանք սովորություն ունեն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այո, այսօր ինչ համար, այսօր շատ անգամ տեսնում ենք, որ մարդիկ սովորություն ունեն պաշտամունք չգնալու, ժողովուրդ ջան։ Ասում է ոմանք սովորություն ունեն, հապա մեկս մեկ հորտորենք, այն չափ ավելի որ չափ այն օրվան մոտենալը կտեսնենք։ Ասում է մեկս մեկ օգնենք, հորդորենք, որ չափ ատեն, որ մենք տեսնում ենք, որ Տիրոջ գալը մոտիկանում է։ Եղբայր ջան, ես չեմ ուզում պաշտամունք գտամ, ես իմ տան մեջ կաղոթեմ։ Հենա կկարտամ էլ, կաղոթեմ, երկու հատ էլ ինտերնետից քարոզ կլսեմ, ու այդպես մարդիկ ապրում են, ժողովուրդ ջան, մարդիկ թողում են պաշտամունքները։ Բայց Տեր Հիսուս ասում է եւ իրարու հոգ տանենք, ասում է սիրո բարեգործության մեղելով, ասում է եւ մեկտեղ հավաքելը չթողենք, ասում է ինչպես ոմանք արդեն սովորություն ունեն, որոնք թողում են պաշտամունքները, ժողովուրդ ջան։ Հապա մեկս մեկ հորտորենք, այն չափ ավելի, որ չափ այն օրվան մոտենալը կտեսնենք։ Ասում է այնքան չափ, որ մենք արդեն տեսնում ենք Տիրոջ գալստյան մոտիկանալը, որ հորդորենք, քույր ջան, եղբայր ջան, ապաշխարա, ժամանակը կարճ է։ Շատ անգամ մարդիկ ասում են, եղբայր ջան, պաշտամունքի տեղ չունեմ, այսինքն ժամանակ, այսինքն չկա մի բանով ես այդան պաշտամունք։ Եվ երբ որ Տեր այդ հարցը լուծում է, տեսնում ես մարդը նույնց ատկազ է գալում։ Այնքան պրիչիներ կա, այսօր ժամանակ չունեմ, այսօր չեմ կա, այսօր, բայց դու ասում ես պաշտամունքի տեղ կա,
ոնց է տամ, ինչպես է, մի ասված տրանսպորտի հարցել է քեզ լուծում, պաշտամունքի տեղ չկա, տերը քեզ դրա հարցել է լուծում, հենց քո տան մոտ կարա միգուցե պաշտամունքի տեղ կա, որ դու չես իմանում։ Եվ ասված այդ ամեն հարցը բերում է մեզ օգնում է ժողովուրդ ջան, որ այսօր դու եւ ես կարողանանք գնալ պաշտամունքներ ժողովուրդ ջան։ Տամար տիրոջ անունը թող փառավորվի սեր ասոր ժողովուրդ ջան։ Սմանչավ ավելի որ չափ այն օրվան մոտենալը կտեսնենք։ Այդ համար մը հորդորեք իրանց, իրարու հորդորեք, որ չափ ատեն որ դու տեսնում եք այդ մոդիկանալը ժողովուրդ ջան։ Տամար թող տիրոջ անունը փառավորվի սեր ասոր, սկանոկը վերջացնենք, թող Աստված օգնի ինձ էլ, քեզ էլ, բոլոր իրան լսողներին, ովքեր կլսեն տիրոջ խոսքը, ովքեր լսեն այս խոսքերը, որ իրանք էլ պատրաստվեն տիրոջ գալստյանը, որտեղ շուտով մեր Տերը գալու է ժողովուրդ ջան։ Տամար Տերս օգնի, որ այդ պատրաստվելը ես ու դու պիտի պատրաստվենք, քո տեղը ռեշտակը չի կա պատրաստ ժողովուրդ ջան։ Քո տեղը ուրիշ քույրիկ չի պատրաստվի, ուրիշ եղբայրի տեղը չի պատրաստվի, այսօր մենք պետք է պատրաստվենք տիրոջը դիմավորելու համար ժողովուրդ ջան։ Տամար թող Աստված օգնի ինձ էլ, քեզ էլ, եթե ինչ-որ Աստված տեսնում է կարիք, ինձ օգնի, ինձ էլ, քեզ էլ, որպեսզի մենք պատրաստվենք տիրոջ գալստյանը։ Ամեն ժողովուրդ